Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր նոյեմբերի 24-ն է, օրը երկուշաբթի։ Նոյեմբերի 24-ը նոյեմբերի վերջին աշխատանքային շաբաթվա սկիզբն է, բայց մենք պիտի հասցնենք ամփոփել աշունը, ֆանտաստիկ աշունը եւ շնորհակալ ենք իդեպ աշնանը ողջ սեզոնի, այսինքն եղանակի համար, բայց շնորհավորում ենք հաղթական լուրով սիրելի հեռուստադիտողներ Արման Ծառուկյանը, քանի որ նա հաղթեց նոր զելանդացի Դեն Հուկերին Դոհայում UFC Fight Night 265 մրցաշարի ընթացքում մի փառահեղ հաղթանակ, մի հրաշալի էմոցիաներ, ես անձամբ նստած ուղիղ եթեր նայում էի, թե ինչպիսի ֆանտաստիկ Fight Night է տեղի ունենում Արման Ծառուկյանի մասնակցությամբ եւ այո, երկրորդ ռաունդում այնպիսի խեղդող հնարքով հաղթեց նոր զելանդացի Դեն Հուկերին, որ մենք ուղղակի փշաքաղված էինք եւ ասում էինք, որ ընդամենը մեկ շշի տևողությամբ տեղի ունեցավ ողջ մրցաշարը։ Այո, եւ Հայաստանը ներկայացնող մարզիկն իրավունք ստացավ մենամարտելու թեթև քաշային չեմպիոնական գոտու համար։ Աշնանային վերջին աշխատանքային շաբաթը մենք սկսում ենք այսպիսի հրաշալի լուրով, սիրելի հեռուստադիտողներ։ Հաղթական մեկնարկով շնորհավորում ենք Արման Ծառուկյանին եւս մեկ անգամ, նրա հարազատներին, ընկերներին եւ մեզ բնականաբար այսպիսի փառահեղ հաղթանակ գրանցելու եւ հայկական դրոշը եւս մեկ անգամ տեսանելի դարձնելու ամբողջ աշխարհում։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, իսկ այսօր հաղթական լուրից հետո մենք պետք է ձեզ ասենք, որ Newmek հրատարակչությունն այսօր ընթերցողներին ներկայացնելու է երկու նոր գիրք։ Երկու գիրքն էլ Գոնկուր ֆրանսիական հեղինակավոր գրական մրցաշարն են հաղթել։ Այո, մրցանակ են հաղթել, երկու գրքերն էլ շնորհանդեսներն էլ երկուսի Newmek-ն է արել իր Francofest 2025 միջազգային փառատոնին։ Բնականաբար մեր հյուրերի հետ զրուցելու ենք չափազանց հետաքրքիր գրքերի մասին, նաև անդրադառնալու ենք Հազար Վահան կրթամշակութային հիմնադրամի կարևոր գործունեությանը, որը տարեց տարի ընդլայնում է աշխարհագրական ընդգրկվածությունն ու իսկապես կարողանում է դառնալ այն ամուր վահանը, որը պետք է պաշտպանի մեր ազգային մշակույթն ու ավանդությունները։ Դե փաստորեն սիրելի հեռուստադիտողներ, խոսելու ենք գրականությունից, տարբեր գրքերից Newmek-ի կողմից շնորհանդես տեսած, արդեն ապրած եւ բնականաբար փաստորեն մշակութային հյուրեր ենք ունենալու։ Մի խոսքով շատ կարեւոր եթեր ունենք, մնացեք մեզ հետ, բայց ուզում ենք անպայման ասել, որ նաև կհասցնենք մեր մշտական էջերը թերթել, իհարկե, բայց պետք է նաև օրը սկսել անպայման համեղ նախաճաշով, առաջարկվող հետաքրքիր բաղադրատոմսերով, այսօր երկուշաբթի է, մեր խոհանոցը Սաթենիկը կիսում է նաև Էլիզան Պետրոսյան, այնպես որ մենք հիմա ձեզ առաջարկում ենք, այո, պատրաստել համեղ սուրճ ու վայելել մեր համեղ գործընկերոջ կոնֆետները։ Ժակո Հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի եւ նրբահամ կոնֆետների լայն տեսականի խրթխրթան թխված կապլիտներից մինչեւ հատընտիր շոկոլադների բազմազան տեսականի։ Բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադափաթ կոկոջամբոն, իրական էներգիայի աղբյուր Dry Focus-ն, գետնանուշի, փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ եւ բոլորի սիրելի քվեստը՝ նուգա, կարամել եւ շոկոլադե գլազուր։ Քաղցրություն, որը պարգևում է էներգիա ու լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի պահն ու վայելեք ամեն համ։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր եթերը ինչպես միշտ ավանդույթները չի խախտում եւ ինչպես Արմանը նշեց, մենք այսօր մեր խոհանոցում հյուրընկալել ենք Էլիզային, որը Սաթենիկի հետ միասին հրաշալի նախաճաշ կառաջարկի մեզ բոլորիս։ Մենք կփորձենք նախաճաշը, հոգեբանական կարևոր խորհուրդներ կստանանք այո մեր հոգեբանից եւ իհարկե աստղակերպի բոլոր նշանների խորհուրդներին կծանոթանանք այսօր։ Հուշումներին, այո, թե ինչ են իրենք մեզ առաջարկում եւ դա կանենք մենք Լիլիթ Ալեքսանյանի հետ։ Այո,
Բայց մինչև բնականաբար Սաթենիկին եւ Էլիզային ողջունելը ներկայացնենք մեր գործընկերոջը, որը մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար է։ Դուք կրահեցիք Աթենք ընկերության մասին է խոսքը, նա էլ 1 տասնամյակից ավել է, ինչ առաջատար է նաեւ Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավինագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավինագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների կամ պարզապես իրենց սննդակարգին հետևող մարդկանց համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքն առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկների դասական տարբերակ։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուր, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավինագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում ավելի հետաքրքիր ու ժամանցի։ Այո, իսկ հիմա կարծում եմ դրամաբանական շարունակությունն է ողջունել աղջիկներին, հասկանալու համար, թե ինչով են այսօր մեզ կերակրելու։ Էլիզա Սաթենիկ, բարի առավոտ։ Բարի առավոտ, բարի երկուշաբթի, Էլիզա, բարի լույս։ Ամեն անգամ մենք ուրախանում ենք, երբ որ դու երկուշաբթի գալիս ես եւ օգտակար բաղադրատոմս ես առաջարկում։ Էլիզա, օգտակարի օգտակարն է այսօր մեր սեղանին դրված, այստեղ կա յոգուրտ, ունենք հունական յոգուրտ, վարսակի փաթիթներ, բանան, մեղր, այո, այսօր իսկապես նախաճաշ ենք պատրաստել։ Այո, մենք միշտ խոսում ենք նախաճաշի մասին, Էլիզա, քանի որ նախաճաշը շատ օգտակար հատկություններ ունի։ Առաջին Ինչու՞մն է կայանում նախաճաշի օգտակար լինելը։ Ինչի պիտի նախաճաշենք, որովհետև կան գիտնականներ ասում են, դե լավ, կարող եք չնախաճաշել, կան ասում են պարտադիր, պետք է նախաճաշը արվի վաղ առավոտյան, այսինքն երբ արթնանում ես 1 ժամ անց։ Այո, երբ արթնանում ենք առաջին, այսպես սկսեմ ամենասկզբից, ոնց է պետք արթնանալ։ Արթնանալուց անմիջապես հետո պետք է խմել մոտավորապես կես լիտր գոլ սենյակային ջուր, որից հետո պետք է սպասել 40 րոպե, այդ ընթացքում ամբողջությամբ մաքրվում է մեր օրգանիզմը, ստամոքսը, որից հետո արդեն պետք է վիտամիններով հարուստ նախաճաշ անել, որ թե ինչին է պատասխանատու նախաճաշը մեր օրգանիզմի նյութափոխանակության ճիշտ սկիզբին։ Եթե մեր նախաճաշը բալանսավորված է եւ ճիշտ է, ողջ օրը մեր կանցնի բալանսավորված, ճիշտ, առանց էներգետիկ վայրիվերումների։ Նախաճաշն է պատասխանատու օրվա ինքնազգացողության հետ կապված, նախաճաշն է պատասխանատու նյութափոխանակության ճիշտ աշխատանքի համար եւ առհասարակ մեր հորմոնալ ճիշտ բալանսի համար։ Հետեւաբար միշտ պետք է նախաճաշել նոր տանից դուրս գալ եւ նախաճաշել բալանսավորված։ Առաջին ամենամեծ խորհուրդը, որ ցանկալի է տալ, դա այն է, որ հենց նախաճաշը չպետք է լինի մեծ քանակությամբ ածխաջրով, դա այսպես պարզ ածխաջրերի մասին է խոսքը, կարծում եմ հասկացան, հայերը շատ ունեն սովորություն առավոտյան արթնանան, սուրճը խմեն ինչ-որ քաղցրով։ Ես վստահ եմ, հերոստատիկները լսում են, գրեթե, չգիտեմ, շատ քիչ տոկոսն է այդպես անում, որ ճիշտ ապրում է, այո, 99 կարող եմ ասել, որովհետև բոլորը առավոտյան երեխաներին հասցնում են ճանապարհել դպրոց, իրենց նախաճաշը ապահովել, բայց որպես ծնող մայր չեն հասցնում գավաթ սուրճ քաղցրով։ Իսկ իրենք այո, սուրճը բավականին ստամոքսի խոցի հետ կապված, ստամոքսի աշխատանքի հետ կապված, ես շեշտեմ, որ մեր ստամոքսը առավոտյան 1 ժամ, արթնանալուց 1 ժամ հետո ինքը սպասում է այդ վիտամիններին, որպեսզի ճիշտ աշխատանք կատարի, ու մենք տալիս ենք իրեն սուրճ, սխալ, հա, հենց դա էլ պատճառն է օրվա ընթացքում գլխացավերի, վատ ինքնազգացողությամբ, այսպես էներգիայի վայրիվերումների, մեկ լավ ենք, էներգիա ունենք, արթնանում ենք, մեկ էլ շատ անմիջապես էներգիան իջնում է։ Արի դες, որ չենք հասցնում այդ նախաճաշը հանել։ Ինչ արագ նախաճաշ կարելի է առաջարկել հեռուստադիտողներին, որ գոնե կամաց իրենք մոտենան ճիշտ ապրելակերպին, առողջ ապրելակերպին։ Այո, Սաթենիկ, տես շատ տարբեր նախաճաշեր կան, որ շատ արագ են պատրաստում, բայց ես ինչքան էլ առաջարկում եմ ասում 2 րոպե է տևելու, միևնույն է իրենք այդ 2 րոպեն էլ չունեն, իսկ այդտեղ կա մեկ լուծում երեկոյան պատրաստել, իսկ առավոտյան վայելել, որովհետև կան շատ տարբեր, թեկուզ եւ հենց այն, ինչ որ մենք այսօր առաջարկել ենք, կարելի է պատրաստել երեկոյան, դնել սառնարանում եւ առավոտյան վայելել, բայց բացի սա կարելի է նաեւ շատ տարբեր նախաճաշեր պատրաստել երեկոյան ու առավոտյան արդեն վայելել։
եթե մենք երեկոյան պատրաստում ենք մեր ողջ օրվա, հաջորդ օրվա ուտելիքները, վստահ եղեք, որ խախտումներ չեն լինել, որովհետև ձեր ձեռքի տակ է լինում։ Եվ այն մարդիկ, ովքեր սկսում են սննդակարգին հետևել, ամենաառաջին ու կարևոր նախապայմանն է երեկոյան պատրաստել, այսպես հատուկ տարաների մեջ դնել սառնարանում ու վրան գրված նախաճաշ, ճաշ, ընթրիք։ Ձեզ հակառակը 90%-ը կարողանային այդպես ճիշտ ապրեին, կարողանային խորհրդին հետևել։ Կարծում եմ ամբողջը կազմակերպելուց է գալիս սա թենիկ։ Ամբողջ երթերից է։ Այո, վստահ եմ։ Ցանկություն եղավ, հաստատ այդ մի քանի րոպեն կարող է տրամադրել խոհանոցում քեզ համար, երեխաների համար, տանանդամների համար պատրաստել, ինչպես նշեցիր, տարաներով պատրաստել եւ ունենալ։ Թույլ տուր ամեն դեպքում, քանի որ մենք նոր ենք կամած մոտենում առողջ ապրելակերպին, ունենք ավանդույթ սուրճի հետ մեկտեղ մենք վայելում ենք Ժակոյի կողմից առաջարկված քաղցրությունը։ Իմ ձեռքի տակ կա իրենց տեսականին, խնդրում եմ դու որևէ մեկը ընտրի, որը դու սիրում ես, ես էլ սա ընտրեցի, սուրճը կա այստեղ դրված է, իսկ տեսականին ամբողջ, հենց այս պահին ձեր էկրաններին կլինի, մենք էլ բաց կանենք, կուտենք եւ սիրով ես կներկայացնեմ մեր գործընկերոջ կողմից առաջարկված քաղցրությունը, Ժակո։ Սիրով ցանկանում եմ ներկայացնել մեր նոր գործընկերոջը, Ժակո հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում են քաղցրավենիքի, նրբահամ կոնֆետների, լայն տեսականի, խրթխրթան թխվածքաբլիթներից մինչև հատնտի շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ և ժամանակակից տեխնոլոգիաներ, ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն, ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր Drive Fusion, գետնանուշի փափուկ կարամելի, շոկոլադի իդեալական համադրությամբ, բոլորի սիրելի կվեստը նուգա կարամել, շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա, լավ տրամադրություն, իսկ դուք ինչ եք անում, ընտրում եք ձեզ սիրելի համը եւ վայելում եք ամեն պահը։ Ես միշտ ներկայացնում էի մեր քաղցրություն ապահովող գործընկերոջը Ժակոյին, այստեղ դու անցար աշխատանքի, աչքի պոչով նկատեցի, տաք տապակի վրա ձիթայուղ ավելացրեցիր, ճիշտ եմ նկատել։ Չէ, Սաթենիկ, ձիթայուղ չկա, ուղղակի տաք թավայի վրա ավելացնում ենք վարսակի փաթիլները, իրեն այսպես բովում ենք, շատ թույլ գույնը հենց փոխվում է, արդեն ավելացնելու ենք բանանը, առանձին էլի այսպես տապակենք եւ խառնենք իրար։ Էլիզա, ես նկատեցի, այս վարսակի փաթիլները հատիկ են, այսինքն հատնտիր են։ Ինչպես ես ընտրել եւ ինչ տարբերություն կան վարսակի փաթիլներ, որոնք ավելի մանր են լինում, փափուկ են լինում։ Ես տեսնում եմ սա ավելի պինդ, հատիկ, ոչ թե փոշի տեսակն է, ոչ մանրացված։ Կա տարբերություն արդյոք սննդային արժեքով, եթե սննդային արժեքով բացարձակ, բայց նաև այսպես ասեմ, եթե գտնում ենք ավելի մանր, մենք կարող ենք իրենից ստանալ նաև ալյուր, եթե դա ի նկատի ունես, իսկ հակառակ դեպքում իրեն խոշոր թե մանր, սննդային տարբերություն բացարձակ չկա, այսպես ասեմ, եթե ես ինքս վարսակից տունը պատրաստում եմ ալյուր, այսինքն վարսակը հարիչի մեջ հարում ենք, այո, եթե դրա համար է նախատեսված, բացարձակ տարբերություն չկա ավելի մանր թե խոշոր, իսկ եթե ավելի գեղեցիկ պատուցման համար բնականաբար ինչքան խոշոր այդքան դա։ Հեռուստադիտողներին ասենք, այո, մսային ոչինչ չկա մեր սեղանի վրա դրված, բայց Զանգեզուրի թռչնաֆաբրիկան ինչ տեսականի ունի, որն էլ վերցնեք, որից էլ օգտվել, վստահեցնում եմ ձեզ շատ համեղ կերակուր կարող եք ստանալ, թե քանի որ ձեր էկրաններին է, ես էլ ինչպես միշտ սիրով ժպիտով ներկայացնեմ մեր գործընկերոջ թռչնաֆաբրիկայի տեսականին։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով, պատասխանատվությամբ եւ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ, բարձրորակ թռչնամիս սիրով պատրաստված Սյունիքի լեռներում հավ, բտիկ, թևիկ, քարաչիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում Պարույր Սևակ 92 կոտրակ 6 հասցեում։ Այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ առաքումն ամբողջ Երևանում անվճար Զանգահարեք 041 01 01 42 Զանգեզուր թռչնաֆաբրիկա մաքրություն, որը դառնում է վստահություն։ Վստահորեն հագնում եմ ձեռնոցը, օգնում Էլիզային եւ համեղ օգտակար նախաճաշ ենք առաջարկում ձեզ։ Համեցեք, Արման, Լիլիթ, խոսքը ձերն է։ Շնորհակալություն Սաթ, այո, այսօր շատ հետաքրքիր յոգուրտ ենք համտեսելու, եթե կարելի է այդպես ասել, եւ բնականաբար առողջ, սպորտային ամենակարևորը։
Սիրելի հեռուստադիտողներ, մենք ունենք նոր գործընկեր, որին ուզում ենք սիրով ներկայացնել։ Այսօր, երբ յուրաքանչյուր տուն, բիզնես, տարածք պահանջում է հուսալի պաշտպանություն, մեկ անուն առանձնանում է վստահությամբ ու պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Նորապատ Group Universal անվտանգության ընկերությունը ժամանակակից տեխնոլոգիաներով եւ շուրջօրյա հսկողությամբ ապահովում է այն, ինչ ամենաթանկն է ձեզ համար, եւ ընկերությունն առաջարկում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է անվտանգության եւ պաշտպանության համար։ Անձնական թիկնապահներից մինչև հուսալի պահակային ծառայություն, մշտական տեսահսկում, օպերատիվ արձագանք։ Նորապատ Group Universal անվտանգություն ընկերության թիմը ոչ միայն պաշտպանում է տարածքը, այլ նաև ստեղծում է անվտանգության իրական միջավայր, որտեղ կարող եք հանգիստ ապրել եւ աշխատել։ Արդյունքը՝ խաղաղություն, վստահություն եւ ապահովության զգացողություն ամենուր։ Ձեր անվտանգությունը վստահեք Նորապատ Group-ին, հեռախոսահամարը 099 27 50 07 հեռախոսահամարով զանգահարեք։ Իդեպ Նորապատ Group-ն Universal ընկերության անվտանգության ընկերությունը անհրաժեշտ են հմուտ, պատասխանատու եւ որակավորված աշխատակիցներ։ Եթե ունեք արագ արձագանքման կարողություն, ցանկանում եք աշխատել կայուն եւ վստահելի թիմում, ապա զանգահարեք 099 27 50 07 հեռախոսահամարին եւ նաեւ գտնեք աշխատանք։ Արդեն մեզ մոտ է տաղավարում Ֆրանկոֆեստ 2025-ի շրջանակում միանշանակ նաև շնորհանդես է ապրել բարի լույս բոլոր նրանց, ովքեր որ հենց նոր միացան մեզ, Newmec-ն այսօր ներկայացնում է, այո, Gaelfy Ժակարանդա վեպը։ Վեպը ստացել է Գոնկուր ազգային ժյուրիի մրցանակ Հայաստանում ու եւս 2 տասնյակ երկրներում։ Գրքի մասին խոսելու ենք գրքի թարգմանիչ, լեզվաբան, Երևանի Պետական համալսարանի ֆրանսիական բանասիրության ամբիոնի դասախոս Թագուհի Բուլբուլյանի հետ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շատ ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել եւ շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Նախ կխնդրենք սկսել սկզբից։ Գիրքը տուտսիների ցեղասպանության մասին է, այսինքն այն մարդկանց մասին, ովքեր ականատես են եղել այդ ողբերգությանը։ Հիմա պիտի խնդրենք, որ ավելի մանրամասնեք գրքի թարգմանելու ցանկությունը եւ թե ինչի այն ընտրվեց հենց 20 երկրներում որպես հաղթող գիրք։ Եվ նաեւ մեր ազգային ժյուրին որպես հաղթող ճանաչեց այս գիրքը։ Գիրքը այդքան էլ ականատեսների մասին չի, գիրքը այն երիտասարդների մասին է, որոնք ապրում են այդ ամբողջ հիշողությունը ցեղասպանության։ Գիրքը 20-րդ դարի վերջին ցեղասպանության մասին է, թութսիների 94 թվականի վերջին այդ ցեղասպանության մասին, բայց ես միշտ երբ ասում եմ ինչի մասին է, երբ ասում եմ ցեղասպանության մասին, մի քիչ վախենում եմ, որ տխուր իրադարձության մասին է, բայց նաև այս գիրքը շատ քնքուշ գիրք է, հետաքրքիր կերպով, որովհետև հեղինակը Gaelfy է, ինքը այդ ամբողջ ցավին զուգահեռ հետաքրքիր այդպես քնքշություն ու սեր է ներկայացնում գրքում էլի եւ շատ հետաքրքիր գիրք է կարդալու համար։ Ինքը երաժիշտ է նաեւ այդ պատճառով է լեզվամտածողությունը։ Այո, շատ ճիշտ նկատեցիք, ինձ թվում է ես դրա մասին խոսել եմ շնորհանդեսին Ֆրանսֆեստի ժամանակ, ինքը սլամ երգող է, սլամը դա ֆրանսիական ռեփն է, շատ հետաքրքիր տեքստերով, շատ պոետիկ տեքստերով եւ մինչ այդ ես լսել եմ իսլամները եւ չգիտեի որ նա նաեւ գրող է։ Շատ է սիրում եւ մի օր պարզվեց որ նա նաեւ վեպ է գրել եւ այս վեպը թարգմանելիս ամբողջ ընթացքում ինձ չի լքել այդ զգացումը որ ես ռեփ եմ կարդում որովհետեւ հետաքրքիր ռիթմ եմ հետաքրքիր ռիթմ եմ հայտնաբերել գրքում որովհետեւ այդպես հետաքրքիր կարճ նախադասություն եւ մի ամբողջ երկարաշունչ բան ոնց որ լիներ երգի այդպես ռիթմ եւ դա կրկնվող երևույթ էր գրքում եւ այդ սլամը կարծես իրեն ամբողջ ընթացքում հերոսին պատկերացրել էր իր տեսքով եւ իր երգով շատ հետաքրքիր էր եւ չնայած ինքը շատ հարցազրույցներում ժխտում է որ սա ինքնակենսագրական է բայց այնքան փաստեր կա համընկնող որ չի կարելի ժխտել որ դա իսկապես ինքնակենսագրական վեպ է։ Հետաքրքրականն այն է Տիկին Բուլբուլյան, որ Գոնկուրի հայկական ազգային ժյուրիի կազմում նաև ձեր ուսանողներն են եւ հետաքրքիր է եւ նաև խոսում ենք դրա մասին, որ հենց այս գիրքը Ժակարանդան նաև նախապատվություն է ստացել մեր ժյուրիի կողմից։ Հետաքրքիր է ինչ եք կարծում այսօրվա ուսանողները, հատկապես հայ ուսանողները
Ինչին են ուշադրություն դարձնում նմանատիպ գրականության ժանրում։ Արդյոք ցեղասպանությունն է գլխավոր շեշտադրումը, որովհետև մոտ ենք նմանատիպ պատմություն ունենք, թե ամեն դեպքում այդ լեզվական երաժշտին հատուկ գրելավոճն է։ Ես կարծում եմ, որ նախ եւ առաջ դա այն հիշողությունն է, որ մենք ունենք ցեղասպանությունից, մենք արդեն երևի 7-րդ, 8-րդ ես սերունդն է հիմա գնում, այստեղ 4-րդ սերնդի մասն ինչպես ասվեց տեսանյութում, եւ իսում է ամեն դեպքում ուսանողները շատ մեծ հետաքրությամբ են կարդացել եւ շատ գնահատել են այդ լիրիզմը գրքի, այդ հետաքրքիր փոխաբերությունը հենց վերնագիրը, որ մեզ ամբողջ գրքի ընթերցանության ընթացքում տանում է այդ ծառը, որպես լուր վկա եւ խորհրդանշակարանդան, այո, եւ իրենք մի համուր շակարանդան էին ընտրել, հետաքրքիր է, կարծում եմ, որ դա գալիս է նաեւ մեր պատմությունով այդ հիշողությունը, որ մեր ուսանողները այսօր ունեն եւ ինքը շատ մոտորելու առիթ է տալիս։ Արդյոք ինչ պետք է անենք մենք այդ հիշողության հետ, արդյոք պետք է հաշտվենք, արդյոք պետք է ներենք, թե պետք է ապրենք, ինչպես որևէ լուծում տալիս եք։ Այստեղ չէ, գիտեք, ինչ որ կախման կետեր է թողնում, որովհետև գրքում նկարագրվում է, թե ինչպես կառավարությունը քարոզում է, որպեսզի հաշտ ու խաղաղ ապրեն այն դահիճների հետ, ովքեր այդ ցեղասպանությունը կազմակերպել են, կատարել են, բայց եւ այս գրքում ի տարբերություն այդ Պասկալ Բրուքները նկատեց հենց շնորհանդեսի ժամանակ Ռուանդայում պատժել են մեղավորներին, իսկ մեր մեղավորները դեռ չեն պատժվել եւ չգիտես ներել ապրել այդ հիշողությամբ, այս հարցադրումներն է այդ գիրքը առաջացնում, ես չգիտեմ, ամեն դեպքում ես ինքս լուծումներ չեմ գտել, բայց այնպիսի գիրք է, որ այսպես ռետրոակտիվ այդպիսի մի վարկագրականության մեջ, որ քեզ կանչում է ինչ խմորումներ է առաջացնում եւ անդադ մտածում ես դրա մասին։ Ներենք թե ապրենք այդ հիշողության հետ։ Տիկին Բուլբուլյան, շատ հատկանշական է, որ Գոնկուրի ֆրանսիական մրցանակ անցած տարի ստացել է աֆրիկացի արմատներով գրող, այս տարի ռուանդացի արմատներով գրող։ Շատ հետաքրքիր է, այստեղ արդյոք մշակույթի մեջ նոր ոճ է մտնում համաշխարհային եւ ֆրանսիական։ Ես կարծում եմ մի քիչ էլ նաև դա քաղաքական մոտեցում է, իմ կարծիքն է սեփական, որ փորձում են նկատել կողքի մշակույթները եւ առաջ տանել այդպես իրենցը չհարկադրել, քան հատկապես Ֆրանսիայում ապրող փոքրամասնությունների եւ այդ միտքը նաեւ լսել եմ իմ ֆրանսիացի գոլեգաներից մեկից, որ ավելի շատ նախապատվությունը տալիս են, հիմա ամբողջ աշխարհում գաղտնիք չէ առաջինը, եթե կին եւ տղամարդ գրող կան, ապա նախապատվությունը տալիս են կնոջ, այդպիսի քաղաքականություն է մտել եւ ֆեմինիստական, եթե կա սևամորթ եւ սպիտակամորթ, ապա ավելի շատ հավակնություն ունի շահելու սևամորթ գրողը կամ սպիտակամորթ, որը երբեմն կարծում եմ ի վնաս արդեն վերահսկողությունից դուրս է նաև։ Դա վերահսկող, դա համաշխարհային քաղաքականություն է, հիմա ամբողջ աշխարհում այդ նույն չափանիշներն են։ Եվ դա հիմնականում բոլոր ասպարեզներում է հանդիպում, կինո արտադրություն կամ նույն բանն է, նույն գաղափարախոսությունն է։ Բայց ամեն դեպքում կարելի է չդասել որպես այդպեսին խավերի կամ տարբեր մշակույթների, այլ կարելի է գտնել դրանց միջից ուսուցողական կամ մեծ տեսնելու վիճակը այնտեղ, օրինակ այս գրքում Ֆայ, որը որ ապրել է ցեղասպանություն կամ գոնե հիշողություն ունի դրանից, հետաքրքիր է այնուամենայնիվ ինչ դասեր են նա փորձում մեզ տալ, ինչ է ուզում սովորեցնել այս մեծ ներդրմամբ, որտեղ որ զետեղված են հետաքրքիր դրվագներ, միգուցե գիտեք, սկսեմ նրանից, որովհետև կապ ունի գրողը պատահաբար չի ընտրում անուններ իր հերոսների։ Այստեղ հերոսյանը Միլան է եւ ինքը ասում է հայրս իմ անունը ընտրել էր Միլան Կունդերայի կեցության անտանելի թեթևությունը գիրքը կարդալուց հետո եւ ինքը որ հերոսը որ ապրում է Փարիզում թեթև կյանքով անհոգ երբեմն հերոստացով նայում է հատվածներ
Ռուանդայի ցեղասպանությունից այդ արհավիքի վերաբերյալ եւ տեսնում եք կողքի թե ինչ անտարբերությամբ իր հայրը ավելի շատ իր ուտելիքի վրա է կենտրոնացած քան այդ պատկերների, որ հեռուստատեսությամբ ենք գնում եւ քիչ-քիչ իր մոտ այդ ըմբոստությունն է առաջանում, որ ոնց կարելի է որ այսպիսի բան է ողբերգություն է կատարում մի երկում ու դու նստես հանգիստ հաց ուտես։ Ես չգիտեմ ինչու կապել եմ այդ վերնագիրը գրքի կեցության անտանելի թեթևությունը իր անունը եւ իր հերոսի վարկը, որ հետագայում հրաժարում գնում է սկսում է Ռուանդայում ապրել։ Գիտեք, ասում են երկրորդ ներողություն, երկրորդ պլանի որպես այդպեսին գործող անձը դա կլինի դերասան կամ այս դեպքում կերպար փաստորեն նրա հայրը, շատ ավելի մեծ ասելիք կարող ունենա, քան հենց ինքը գլխավոր հերոսը։ Այստեղ փաստորեն թեթև ներողություն կհիշեցնեք այդ արտահայտությունը նորից թեթև կեցության անտանելի թեթևությունը։ Եվ փաստորեն դա է հենց լուծումը։ Այո, հենց դա է, որ հնարավոր չէ այնպես անջատված միայն քո առօրյայով ապրես, պետք է գնալ դեպի քո արմատները։ Այդ արմատների մասին է շատ խոսում եւ ես դրա մասին եմ շատ մտածել, որ ի վերջո մարդու արմատները իրեն կանչում են։ Եվ այդ պահը, որ ինքը նկարագրում է, ինձ հիշեցրեց, չգիտեմ, Սորենտինոյի մեծ ընդգեղեցկություն ֆիլմը տեսել եք, այդտեղ որ անդադ բանկաչեմ մի անձնուհի կար, որ անդադ արմատ էր ուտում, եւ իրեն ասում են, չի արմատ ուտում, ասում է որովհետև արմատները կարևոր են։ Եվ այդ արտահայտությամբ այստեղ որովհետև արմատները կարևոր են, մարդուն կանչել է իր երկիրը եւ այնտեղ է ինքը զգում այդ ամբողջ սերը, որ իսկ Փարիզի նկարում է սառը, նույնիսկ մոր լռությունն է սառը, որտեղ մայրը չի ուզում հիշել Ռուանդայի ցեղասպանության մասին, հայրը չի ուզում խորանալ այդ ցեղասպանության մեջ։ Տիկին Բուլբուլյան, իսկ մենք վախենանք այս նախադասությունից, որ սերունդների տարբերությունն ամեն դեպքում այստեղ հատկանշական է, տարբեր կիզակետային հարցեր նայելուց, այսինքն տարբեր սերունդներ, տարբեր կիզակետային հարցերին նայում են լրիվ այլ տեսանկյունից եւ այլ պատուհանից։ Շատ բնական է այդ այլ տեսանկյունից նայել, որտեղ կեցությունը տարբեր է այն ժամանակվա կեցությունը եւ հիմիկվա չէ երիտասարդների։ Եթե ցավը նույնն է, կեցությունը տարբեր է այստեղ։ Մեր սերունդները ես էլ ապրել եմ ցավի վկայություններ եւ հիշողություններ, անձամբ ես դրան չեմ հանդիպել, բայց այս գիրքը կարդալիս շատ այդ ամեն ինչը հառնում է աչքի առջև եւ ապրում ես այդ ցավը, բայց նաև զգում ես, որ ատելությամբ ապրել հնարավոր չի։ Եվ ինչն է շատ լավ, որ գրողը փաստորեն ինքը չի ապրել ցեղասպանությունը, բայց ինքը դրա մասին գրել է եւ դա այդ փաստը ինձ ստիպեց մտածել, գուցե մեզ մոտ էլ մի երիտասարդ հայտնվի, որ ցեղասպանությունից հետո 7-րդ, 8-րդ սերունդն է գալիս եւ գրի այն զգացումների մասին, այն զգացողությունների մասին, ինչը գալիս է ցեղասպանություն վերապրած նախնիներից իրեն հասած այդ հիշողությունը ինչ կերպ է դրա հետ ինքը ինչպես է վարվում, ինչ է պետք անել, շատ հետաքրքիր է։ Փաստորեն նաև կարելի է մտածել գրականություն նմանատիպ թեմաների մասին, եթե դու քո նախնիները ապրել եք այդպես նմանատիպ վայրագություններ կամ սարսափելի դեպքեր, պետք է դիրքորոշման մասին հետաքրքիր ձեռնարկ որպես այդպեսի մտածել, որպեսզի այո հասկանալ արդյոք ապրել այս թեթև անտանելի կեցության անտանելիության մեջ մի հատ առնում է նախադասություն։ Եվ այստեղ էլ կառավարությունը փորձում է արմատախիլ անել ատելությունը մարդկանց միջից, բայց կարծում եմ հենց այդ դրա մասին է մտածում հերոսը եւ մնացած մարդիկ, ովքեր ականատես են եղել այդ արդյոք այստեղ մի հետաքրքիր բախ կա, երբ որ հենց սկսում է գիրքը դրանով, ծառ արմատախիլ են անում, իսկ ծառը այդ ամբողջ հիշողության սիմվոլն է, բոլորը շատ ծանր են տանում եւ ասում եմ այդ փոսը որ հանել էին, լույսով էր ողողվել, արևի լույսը մտել էր եւ կողքի բոլոր ամեն ինչ երևում էր կողքից։ Ինչ Տիկին Բուլբուլյան, շատ շնորհակալություն, դուք եղաք այն մարդը, ով մեզ թույլ տվեց եւ ճանապարհ բացեց դեպի այս գիրք, մենք կկարդանք ու հուսով եմ մենք էլ կլինենք այն ճանապարհը որևէ երիտասարդի, որ կգրի միգուցե մեր ցեղասպանության մասին ու կներկայացնի։ Շատ շնորհակալություն, այս պահին գովազդ։
որի մասին այս պահին պետք է զրույց ծավալենք սիրելի հեռուստադիտողներ։ Դիտեցինք իհարկե Նյումեկ հրատարակչության նոր գրքի Նիկոլա Մատիոյի եւ զավակներն էլ իրենցից հետո գրքի տրեյլերը։ Նիկոլա Մատիոն, այո, գրել է 90-ականների Ֆրանսիայի մասին, արդյունաբերական ճգնաժամ, գործազրկություն, երիտասարդների ձանձրույթ, առաջին սեր ու առաջին արգելված պտուղներ։ Այո, մեր տաղավարում է գրքի թարգմանիչ, երաժիշտ, երգչուհի Լիլիթ Բլեյանը, բարի առավոտ, շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Լիլիթ, գրքում խոսում է 90-ականների արդյունաբերության ճգնաժամի մասին, խնդիրների մասին, երիտասարդների, այո, ըմբոստության մասին։ Ես ուզում եմ հասկանալ, Հայաստանում 90-ականները որևէ ասոցիացիաներ ունեն մեզ համար կոնկրետ։ Ես ուզում եմ հասկանալ, արդյոք Ֆրանսիայում էլ էր նույնը, թե Ֆրանսիայում տարբերվում է 90-ականները Հայաստանում։ Կամ բացարձակալի իրականություն է գուցե։ Եկեք այսպես ասենք, եթե դուք ուզում եք իմանալ, թե ձեր պատանեկության կոնկրետին պատանեկության 90-ականները ինչպես են նմանվում են կամ տարբեր են ֆրանսիական այդպես 90-ականներից, բայց այստեղ Ֆրանսիայի դեպ այստեղ Փարիզը չի, այստեղ մեծ ծանոթ Ֆրանսիան չի, այդ գլամուրը չկա, այստեղ մեծ հաշվով որևէ գլամուր չկա, որևէ փայլ չկա, այստեղ այդ փայլը լրիվ հանած մի Ֆրանսիա է, իրականում հորինված քաղաքում տեղի ունեցող իրադարձություններ են, որը հորինվել է ներկայացնելու համար տիպաբանական մի այդպիսի վիճակ, որտեղ ֆրանսիական պատանիները, ֆրանսիացի պատանիները 90-ականներին իրենց փոփոխվող կյանքից աշխարհի փոփոխվող կյանքի այդ բեկումնային պահերին փորձում էին գտնել իրենց, այսինքն իրենց ծնողները ապրել էին արդեն ինչ-որ մի կյանք, որը քիչ թե շատ կայուն էր, այդտեղ կան նմանություններ, մեր ծնողները ևս ապրել էին ինչ-որ մի կյանք, որը կայուն էր, որը տվել էր ինչ-որ մի այսպես հենվելու կետ ու հանկարծ այդ աշխարհը քանդվել էր, այդտեղ շատ են նմանությունները եւ այնտեղ դուք կտեսնեք այդ փլված կմախքացած մետալուրգիական գործարանները, որտեղ բանվորները արդեն արժեք չունեն, որտեղ կոլեկտիվ կյանքը արդեն արժեք չունի եւ այդ մարդկանց մեծ իդեալները փշրված են այլևս եւ աշխարհը սկսել է լրիվ ուրիշ ընթացքով շարժվել, բայց միևնույն ժամանակ մեր 90-ականներում չկար այն ինչը այս գրքի մեջ այսպես բանով գնում է ներվի ու մի քիչ նյարդայնացնող բանով ընդգծվածությամբ ձանձրույթը այդ ձանձրույթը մեզ մոտ ես չեմ հիշում անկեղծ ասած մենք ժամանակ չունեինք ձանձրանալու մենք այնքան դինամիկ փոփոխությունների մեջ էինք մեզ մոտ այդ ժամանակ պատերազմ էր մենք թիկունքի բնակիչներն էինք, մեզ մոտ քաղաքական մեծ տեղաշարժեր էին, այսինքն միայն արդյունաբերության եւ այդ տնտեսական կյանքի փլուզումը չէր, մեզ մոտ այդ ամեն ինչի փլուզումներ ու ամեն ինչի սկիզբն էր նոր, այնպես որ ինչ-ինչ ես 90-ականների գիրքը սկսում է 92, հետո 2 տարի 94, 96, 99, ես այդ ժամանակ ամեն ինչ կարող եմ հիշել բացի ձանձրույթից, այնտեղ կա նաև այդ հայտնի բանը, լեյտմոտիվը sex drugs մեզ մոտ, հա, որը մեզ մոտ էլ էլի այդ ընթացքում ամեն դեպքում թմրանյութերը մեզ մոտ շատ ավելի մեծ հաշվով հիմա են, հա, մուտք գործել այսպես թատերաբեմ ակտիվ կյանքի, տարբերությունները շատ էին, նմանությունները այստեղ ամենաբանը գիրքը փոքր մարդու կյանքի մասին է, փոքր մարդկանց կյանքը մեծ փոփոխությունների շրջանում։ Որը ինձ թվում է հենց նաև հիմնական պատճառներից է, որ ստացավ այս գիրքը Գոնկուր մրցանակ, որովհետև խոսում է համամարտկային իդեպ թեմաների մասին, այսինքն երիտասարդություն, որը ապրել է ճգնաժամ, տարբեր ասոցիացիաների եւ տարբերությունների հիման վրա, ամեն դեպքում ինքն իրեն տեսնում է այդ ճգնաժամի մեջ, երիտասարդը, որը ներողություն, արդեն ընթերցողը, որը երևի ժամանակին եղել է երիտասարդ եւ նմանատիպ ապրելա կյանքի ոճ է ունեցել, հետաքրքիր է Լիլիթ, ըստ ձեզ ինչու սա ստացավ Գոնկուր մրցանակ։ Ես շատ լսել եմ հարցազրույցները ու տեսել եմ, որ այն հարցազրույցավարները, որոնք ընդունել են գրքի հեղինակին տաղավարներում, մոտավորապես այդ իրենց պատանեկության տարիքն են տեսել այս գրքում եւ հավանաբար այնքան ուժեղ ա եղել իդենտիֆիկացիան գրքի հերոսների հետ, իրենք այնքան իրենց տեսել են այդ նաեւ այդ ինտերիերի մեջ, այդ մանրամասն նկարագրված, այդ չխնայող երբեմն դետալիզացիայի մեջ, որ իրենք պարզապես դա դարձել է ոնց որ իրենց կյանքի մասին պատմող գիրք։ Ինձ թվում է սա է եղել հիմնական բանը։ Եվ ֆրանսիական այդ բանից էլի ասում, փայլից զրկված կյանքի միջով մեծացած երիտասարդները, որոնք
այնուամենայնիվ հասել են ինչ որ մի այդ ամեն ինչին ոնց որ դեմ պայքարելով հասել են ինչ որ մի բանի այս կյանքում, բայց հետաքրքիրն է, որ այս գրքում մեծ հաշվով պայքար չկա ընդհանրապես, այստեղ կա մի հաշտվածություն հետաքրքիր, համակերպվածություն այդ բանի հետ, բեկման հետ, էլի կյանքը բեկվել է, դու նորից հայտնվել ես կոտրված դաշտակի առջև ու դու շարունակում ես այնպես, ինչպես գրքի վերնագիրն ասում, եւ զավակներն էլ իրենցից հետո, ինչպես քո ծնողներն են ժամանակին ստիպված եղել հաշտվել։ Այ հենց հետաքրքիր է, այստեղից մի հարց ծագեց։ Երիտասարդները, ովքեր մեծացել են իրենց ծնողների կոտրված երազանքների, չիրականացած նպատակների վրա, այսինքն դրանք բարձած իրենց ուսերին, այո, տարել են։ Արդյոք այդպիսի երիտասարդները շարունակում են ծնողների սխալները, թե իրենք փորձում են դրանք ամեն դեպքում վերականգնել։ Այստեղ շատ փոքրիկ փորձեր են։ Եթե ես ենթադրում եմ, որ ինքը հենց գնացել է այս դետալիզացիային, որտեղ ինքը գիրքը կարդալիս դու ունեն մեծ զգացողություն, որ դու սերիալ ես նայում, նույնիսկ ոչ թե ֆիլմ, այլ սերիալ։ Այդ մանրակրկիտությունը նկարագրությունների քեզ անդադ մտցնում է կենցաղ, մտցնում է ամեն մեկի սենյակը, մտցնում է ամեն մեկի փոքր մանր խնդիրների մեջ, ու այստեղ դու տեսնում ես հենց նաև այդ պայքարի մանրությունը, շատ հետաքրքիր է դա, այսինքն մենք սովոր ենք, օրինակ ես մինչև այս գիրքը թարգմանում էի Մանուշյանի կենսագրությունը եւ այնտեղ այդ խոշոր մեծ անհատի այդ իրենից բան մի ամբողջ բան ներկայացնող, հերոսի կերպար, այսպես ներկայացնող անհատի պայքարներ այդ մեծ ժամանակներում, դաժան այստեղ մենք տեսնում ենք մեծ փոփոխություններ, որոնք բանի աշխարհի կտրվածքով տեղի ունեն եւ փոքր պայքար, անզորությունն ենք տեսնում եւ մի պահից երբ այդ բանը ուղակի կուլ է գնում եւ այդ դետալների մեջ կորում է մեծ հաշվով այդ կյանքը չի բանանում Լիլիթ, ինձ հետաքրքիր է իդեպ հեղինակի որպես այդպեսին դիրքորոշումը, հա, մենք լավ ասոցացնում ենք մեզ, համեմատում ենք մեր ծնողների կենցաղավարությունը եւ մեր ժամանակները ի տարբերություն մեր ծնողների ապրած ժամանակների, բայց ըստ հեղինակի ամեն դեպքում նոր սերունդը շարունակում է իր ծնողների ապրելակերպը, թե որպես այդպեսին նորություններ է բերում իր հետ, նոր ուղումներ է մտցնում, դրա համար էլ ժամանակները փոխվում են։ Եթե նայենք օրինակ հայաստանյան իրականությանը, ինչպես դուք պատմեցիք ձեր ժամանակներում 90-ականների եւ հիմա արդեն 2025 թվական տոտալ տարբեր է եւ քաղաքը, դիմագիծը, մարդիկ, բնավորությունը, խնդիրները իդեպ նաեւ հետաքրքիր է հեղինակը ինչպեսի դիրքորոշում ունի զավակներն էլ իրենցից հետո ինչ Սա իրականում ինքը հենց պտույտի մասին է, երբ կյանքը սկսվում է, թվում է թե որ կա շանսը փոխելու, ինքը այսպես են փչացած ձայնապնակը ինչպես է, որ գալիս է պտտվում է ու հետադառնում նույն կետին, այ հենց այս վերնագիրը ինքը շատ բան է ասում, ինքը տարողունակ գիրք է, այնտեղ շատ դեմքեր կան, շատ դետալներ կան, բայց ինքը միևնույնն է գալիս այդ պտույտին, այսինքն փոքր մարդու կյանքը միևնույնն է այդ բեկման շրջանում ինքը այնքան մնում է փոքր, որ չի էլ հասցնի պայքարել այդ ամեն ինչի դեմ, եւ հետաքրքիր է, որ այստեղ երազանքներն էլ են փոքր մնում, այստեղ չի հասցնում երազանքը այնքան աճել, այնքան ինչ որտեղից պարարտանյութ ստանալ, որպեսզի ինքը կարողանա վերածվել ինչ որ ավելի մեծ բանի։ Այսինքն մենք տեսնում ենք շատ մարմնական երազանքներ, այստեղ գիրքի դեպ 18+ է, պետք է հաշվի առնեն, այսինքն սա այդքան էլ դեռահասի կարդալու համար չի նախատեսված։ Դե սա փաստորեն նաև հետ ենք գնում երիտասարդություն։ Սա հետ ենք գնում այդ ֆրուստրացիաների շրջանը, եւ ամեն շատ մարմնական է, շատ կանխատեսելի ցանկությունների դաշտում է մնում ամեն ինչը, այսպես չենք հասնում։ Մենք անդադ գիրքը կարդալիս հեղինակը բերում է իր պատկերացումները, միջամտում է որպես պատմող եւ ասում է, ասենք պատմում այդ կոտրված աշխարհի, այդ փոփոխվող այդ շրջանի եւ հետաքրքիր բաներ այդ պատմում այդ արդյունաբերությունից հետո եկող աշխարհի մասին, բայց դրան զուգահեռ գնացող կյանքերը իրենց այդ մասշտաբներով չեն համապատասխանում այդ փոփոխության, իրենք մնում են փոքր, ինչպես իրենց ընթացքի մեջ, այդպես էլ իրենց ցանկությունների ու նպատակների մեջ։ Լիլիթ, իմ եւ ձեր տարբերությունը կարծում եմ այնտեղ է կայանում, որ ես
90-ականներին չեմ ծնվել ու ամեն դեպքում վայելում եմ ձանձրույթը այս շրջանում, այսինքն ես հիմա էլ չեմ վայելում ձանձրույթը, այսինքն իմ ընթերցելը գրքի եւ ձեր ընթերցերը իրարից կատեգորիկ տարբեր են լինելու, ես ուրիշ ձև եմ ընկալելու, դուք ուրիշ ձև ընկալելու, ինձ հետաքրքիր է այստեղ ինչ բեկումնային հատվածներ են եղել գրքում, որտեղ դուք ուղղակի ասել եք ստոպ մի րոպե, ես պետք է հանգստանամ, որ այս ինֆորմացիան մարսեմ, որովհետև այստեղ ինձ ինչ-որ բան ցավեցրեց, կպավ սրտիս։ Ասեմ, շատ պարզ, ինձ ձանձրացրեց ձանձրույթը հենց, որովհետև այստեղ հետո ամենահետաքրքիր բաներից մեկը գալով դրան, ոչ թե այն ինչ ինձ բան արեց, այսպես դժվարացրեց ընթացքը, այլ ինչն է աղ տալիս գրքին հատկապես։ Այստեղ մենք տեսնում ենք ֆրանսիական երիտասարդությունը իր բոլոր այդ բան կոմպոնենտներով, տրագիկ։ Այստեղ կա ներգաղթյալ ֆրանսիական երիտասարդությունը, որը բոլորովին մի ուրիշ խումբ է, եւ կան իրենց շփումները, իրենց առնչությունները, ինչպես է սպիտակ ֆրանսիացի փոքր կյանքով ապրող երիտասարդը, որը մեծ հաշվով նույն փոքր կյանքն է ապրում եւ նույն դժվար կյանքն է ապրում, ինչ որտեղ հանկարծ հանդիպում իր կյանքի մի խաչմերուկում արաբ երիտասարդի պատանուհետ էլի իր տարիքի, իր խնդիրներով ու այդ խնդիրների տարբերությունը, մշակույթների տարբերությունը, այդ բախումները բան երևի գրքի ամենահետաքրքիր պահերից են։ Մենք դրանց մասին չենք հասցնում մեծ հաշվով մտածել, մեզ այդքան չի հասցնում հետաքրքրել, չէ՞, ֆրանսիացի ու արաբ երիտասարդի այդ կյանքի տարբերությունը կլինի, կոնտակտը կլինի, բայց դա շատ հետաքրքիր է։ Իսկ ինձ անհանգստություն էսպես, հա, պատճառող բաներից մեկը ընդհանուր այդ ձանձրույթի կոմպոնենտն է միևնույնն է, որը դիալոգների միջոցով էսպես այնպես կաթացող, sense նվացող, sense ջուրը, որ կա, որ դու ասում ես, դե փակեք մեկը այդ ծորակը, այդպես այդ կաթոցը դու զգում ես ընթացքում եւ դա լարվածություն է առաջացնում, որովհետեւ քեզ թվում է թե դրանից հետ պիտի առատանա ջուրը կամ պիտի ավելանա կամ պիտի լցվի այդ ամանը թափվի վերջո ու դա տեղի չի ունենում տեղի ունենում հա դա հասկանում եմ որ դա ամեն դեպքում այդպես տեխնիկա է որ ինքը կիրառել է հենց այդ կաթոցը տարել է այդ գրքի միջով հենց ցույց տալու համար այդ անհուսությունը եւ փոփոխությունների այդպես անհնարինությունը Դե իհարկե սա իսկապես ծանր ժամանակների մասն է խոսքը, որ ասում ենք ձանձրույթ, հասկանում ենք դժոխքի նախավերջին սատանա, երբ հասկանում ենք հուսահատություն, ասում ենք հուսահատություն, դա վերջին սատանան է դժոխքի, եւ պետք է անպայման հեռու մնալ այս ամենից, գոնե մի բան մտածել որպես երիտասարդ եւ ստեղծարար միտք, որ ավելի թարմ է եւ ավելի եռանդուն։ Շնորհակալություն Լիլիթ, շատ հետաքրքիր գրքի համար, վստահ եմ հրաշալի թարգմանություն է, անպայման պետք է կարդալ։ Մենք զրուցում էինք Լիլիթ Բլեյանի հետ, նա հայերեն է թարգմանել Նյումեկ հրատարակչության կողմից շնորհանդես տեսած այս նոր եւ շատ հրաշալի Գոնկուրի մրցանակի դափնեկիր Նիկոլա Մատյոյի եւ զավակներն էլ իրենցից հետո գիրք։ Այո, այսօր Նյումեգը ներկայացրեց երկու գիրք՝ Գայր Ֆայերի Ժակարանդա ու Նիկոլա Մատյոյի եւ զավակներն էլ իրենցից հետո վեպերը։ Գրքերը վաճառվում են գրախանութներում, կարող եք նաեւ պատվիրել newmeg.am կայքից, վստահ ենք, որ ընթերցելուց հետո շատ բան կփոխվի եւ այո, գիրքը կունենա մեծ տարածում։ Այո։ Գրքերի մասին մեր հետաքրքիր զրույցներից հետո դեռ շատ անելիքներ ունենք, հիմա գովազդ ենք դիտելու, հետո էլի հյուրեր ունենք, դեռ խոհանոց էլ պետք է տեղափոխվենք, այնպես որ շարունակեք մնալ Բարի լույսի հետ, կարճատև դադարից հետո Վերադարձանք Սիրելի հեռուստադիտողներ, այո, բարի լույս բոլոր նրանց, ովքեր հենց նոր մեզ միացան, մենք հրաշալի գրքի քննարկումներ ունեցանք երկու։ Տարբեր գրքերի, այո, մեր տաղավարում մի փոքր ներողություն սիրելի հեռուստադիտողներ, հիմա դուք ականակետես կլինեք իմ բարձր ձայնին։ Մենք եթերում ենք, սիրելի ընկերներ, կարծում եմ պետք է մի փոքր լուր լինել, որպեսզի իմ ձայնը գոնե ավելի բարձր լսվի։ Եվ այսպես, սիրելի հեռուստադիտողներ, Սաթենիկի առաջարկած յուրաքանչյուր բաղադրատոմս էլ ավելի համեղ են դարձնում անփոխարինելի մառանիկի համեմունքները։ Այո, հավատարիմ մնալով մարդու կյանքը վարձկացողություններով համալրելու առաքելությանը սպառողին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն մառանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը եւ որակի խիստ վերահսկում։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն։ Ոչ միայն համ, այլ մշակույթ։
Ընտրյալ հատիկ, համի գախնիկ, նորանիկ։ Դե հիմա պետք է տեղափոխվենք այնտեղ, որտեղից այդ հրաշալի ձայները գալիս էին։ Թողբոհը, դարձը, համեղություններն ու համային տարբեր հրավառությունները։ Տեղափոխվենք, ողջույն աղջիկներ։ Մեկ անգամ եւս բարի լույս, ասենք ինչու ենք աղմկում, ոգևորվել էինք, հաղթած էինք։ Գովազդի ընթացքում հասցրեցինք Աթենքի կողմից առաջարկված նագեստները, որը բացվել է մեր կողմից 4 տուփ, 4-ից մնաց այսքանը, հիմա ես կտեղափոխեմ իհարկե արդեն ափսեի մեջ, որտեղ միշտ ես դնում եմ անձեռոցիկ, այնուհետև տեղափոխում եմ մատուցման ափսեի մեջ։ Ես մինչև դա կանեմ, կխնդրեմ, որպեսզի ասես ինչ ես պատրաստում այսօրվա մեր հավատարիմ հեռուստադիտողների համար, առողջ սնունդ, եւ ես էլ զուգահեռ աշխատեմ, հագնելով ձեռնոցը։ Այսօր ես առաջարկել եմ որպես այսպես երկրորդ նախաճաշ թունական յոգուրտի մեջ վարսակի փաթիվներով տապակած բանանը։ Շատ համեղ, խրթխրթան, հագեցնող, օգտակար։ Մենք գիտենք, որ վարսակի փաթիվները պարունակում են վիտամին B, երկաթ, մագնեզիում, բավականին օգտակար, սպիտակուցի լավ մակարդակ են։ Այստեղ ունենք բանան, որը կրկին սպիտակուցի լավ աղբյուր է, իսկ չեմ խոսում հունական յոգուրտի մասին, Սաթենիկ ինքը այսպես ասենք 3-4 անգամ ավել սպիտակուց է պարունակում, քան այլ կաթնամթերք, այնպես որ ձեր սննդակարգի մեջ հաճախակի կիրառեք, իսկ այսօր մեր բաղադրատոմսը երկար պատրաստման այսպես ժամանակ չի պահանջում, մեզ պետք է պարզապես տապակել թավայի, 4 թավայի վրա վարսակի փաթիվները, ավելացնել մի փոքր այսպես երկու կողմերի վրա տապակել բանանը, խառնել եւ այսպես ավելացնել արդեն պատրաստի յոգուրտի վրա։ Էլիզան կավելացնի, ես էլ կներկայացնեմ մեր գործընկերոջ կողմից, Աթենքի կողմից առաջարկված նագեստները, որը ես սկզբում նշեցի, մենք բաց ենք արել 4 տուփ, արդեն մնացել է 2-ը։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է, ինչ առաջատար է նաև Հայաստանում, կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավի նագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավի նագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավի նագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք։ Հարմար սնունդ է սպորտով զբաղվողների, պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքը առաջարկում է հավի նագետների տարբեր համային տեսականին, դասական, պաներով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկներ։ Դասական տարբերակը յուրաքանչյուր նագետ փափուկ է, նուրբ է, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավի նագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավի նագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ հեշտ է պատրաստվում, ընկերական հանդիպումները դարձնում են այլ ավելի հետաքրքիր եւ այլ ավելի ժամանցային։ Էլիզան հասցրեց այս ընթացքում արդեն տեղավորել չափաբաժինները հավասարաչափ, բաշխել։ Մենք այստեղ ունենք նաեւ բանան, որը թողել ենք ձևավորման համար, ավելացնելու, ովքեր որ ցանկանում են ավելի քաղցր, կարող են ավելի շատ կամ եթե չեք նախընտրում քաղցր, հենց այսպես էլ շատ համեղ է լինում։ Նախաճաշ, սուրճ, ինձ թվում է ամեն ինչ ասված է։ Իդեպ մենք ունենք Մարանիկի կողմից առաջարկված օրինակ դարչինը կարելի է օգտագործել այսօրվա իմ Այնպես որ սիրով ներկայացնում եմ Մարանիկի կողմից առաջարկված տեսականի, որը հենց այս պահին ձեր էկրաններին է։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վարձգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն։ Մարանիկ ապրանքանիշ կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը, որակի խիստ վերահսկողություն։ Դե արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի, քիմքին հաճելի, յուրահատուկ համերով, ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք,
Մարանիկ։ Այո, այսպես կձևավորենք իհարկե դարչնով նաև, որը ել ավելի սուր կդարձնի այսպես համը, նաև օգտակարությունը կմեծացնի, քանի որ գիտենք, որ դարչինն էլ հակաօքսիդանտների լավագույն աղբյուրն է եւ իհարկե օգտագործելը շատ-շատ խրախուսվում է։ Ես մտածում էի զուգահեռ, որ կարելի է բանանին օրինակ փոխարինել խնձորով, նորից մի փոքր տապակել, Իհարկե, դարչնի հետ համադրել, շատ դարչնի հետ ավելի կհամադրվի երևի թե քան բանանը, նաև օգտակարությունը չի զիջի, երկաթի մակարդակը ավելի կբարձրանա, թեպետ մենք վարսակով այստեղ երկաթի մակարդակը արդեն իսկ բարձրացնում ենք։ Վարսակը եւս բավականին թույլ տուր այդ դեպքում, քանի որ ձեռնոցով եմ, ես քեզ օգնեմ, զարդարենք։ Այո։ Այ այսպես բանանները շարենք կողքին, իսկապես շատ օրգանիկ, համեղ նախաճաշ, որը յուրաքանչյուրին անհրաժեշտ է։ Լինի մեծահասակ, լինի փոքրիկ։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակենք, զարդարենք, գեղեցկացնենք, խոսքը փոխանցենք Արմանի Լիլիթին, որպեսզի նրանք շարունակեն հենց այս պահին։ Մենք էլ վայելենք արդեն մեր խոհանոցային համեղ նախաճաշը։ Շնորհակալություն Էլիզա։ Ես եմ շնորհակալ։ Մենք էլ ենք շնորհակալ սիրելի գործընկերուհիներ, այո, տեղափոխվելով խոհանոցից, բայց պահպանելով խոհանոցային զրույցներն, ասենք, որ Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի անարատու բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով, պատասխանատվությամբ, եւ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ եւ բարձրորակ թռչնամիս սիրով պատրաստված Սյունիքի լեռներում։ Հավ, բտիկ, թևիկ, քարաճիկ եւ սիրտ այս տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկաների մասնագիտացված խանութում Պարույր Սևակ 92/6 հասցեում։ Այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ։ Առաքումն ամբողջ Երևանում անվճար է։ Զանգահարեք 041 01 01 42։ Զանգեզուր թռչնաֆաբրիկա, մաքրություն, որը դառնում է վստահություն։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, այո, համոզված ենք, որ բոլոր ծնողներին հուզում է այն հարցը, թե ինչպես է երեխան հաճախելու դպրոց, արդյոք միանգամից կհարմարվի նոր միջավայրին, կյանքի կտրուկ փոփոխություններին։ Ուշադրությունն ենք հրավիրում բոլոր այն ծնողների, ովքեր որ ունեն նախադպրոցական երեխաներ։ Այս հարցում շատ կարևոր է, որպեսզի օգնենք երեխաներին հաղթահարելու թերևս իրենց կյանքի առաջին լուրջ փորձությունը մտնել սոցիում։ Հոգեբանը մեր այո, մեր Իրենա Մաթևոսյանն այսօր անդրադարձել է հենց այս կարևոր հարցին, ինչպես օգնել երեխային հարմարվել դպրոցում։ Դիտենք, վերադառնանք։ Բարի լույս։ Այսօր կցանկանամ խոսել, թե ինչպես կարող ենք օգնել երեխաներին հեշտ ադապտացվել դպրոցում։ Երբ երեխան գնում է առաջին դասարան, սա բավականին լուրջ եւ մեծ փոփոխություն է ոչ միայն երեխայի, այլև ամբողջ ընտանիքի համար։ Եվ թե որքանով փափուկ եւ հեշտ կլինի ադապտացիայի շրջանը, կախված է բացառապես ծնողների աջակցությունից եւ ճիշտ հոգեբանական տրամադրվածությունից։ Առաջին հերթին շատ կարևոր է խոսել երեխայի հետ, պատմել նրան, թե ինչ է իրեն սպասվում։ Դպրոց, դասարան, ուսուցիչներ, ընկերներ, տնային հանձնարարություններ։ Երբ երեխան ունի հստակ պատկերացում, թե ինչ է իրեն սպասվում, նրա մոտ անհանգստության զգացումը միանգամից թուլանում է։ Երբ երեխան գնում է դպրոց, նա ունենում է բավականին շատ խառը հույզեր, հետաքրքրության, վախի, անհանգստության, ուրախության, փորձենք սովորեցնել երեխային բառերով արտահայտել իր հույզերը։ Օրինակ, երեխան ասի, որ վախենում եմ վաղը դպրոց գնալ կամ ուրախ եմ, որ ունեմ նոր ընկերներ։ Երբ երեխան սովորում է բառերով արտահայտել իր հույզերը, իրեն ավելի հեշտ է լինում ծանոթ լինել իր հույզերին։ Շատ կարևոր է ունենալ հստակ օրակարգ, ճիշտ ռեժիմը, քնի ռեժիմը, սնունդի ռեժիմը, դասերը պատրաստելու եւ արթնանալու նաեւ օգնում են երեխային հաղթահարել անհանգստության զգացումը, քանի որ հաղորդում են ապահովության զգացում։ Շատ կարևոր է ծնողներին բարձրաձայնել երեխայի անգամ ամենափոքր հաղթանակները։ Գովասանքի խոսքեր երեխային ասեք ոչ միայն նրա համար, որ օրինակ բարձր գնահատական է ստացել, այլ նաև գովասանքի խոսքեր ասեք, օրինակ եթե երեխան այդ օրը կարողացել է ինքնուրույն դասարանը գտնել կամ ինչ-որ հարցով ուսուցչուհուն է դիմել։ Սա ևս օգնում է երեխային բարձրացնել իր ինքնագնահատականը։ Եվ հիշեք, որ մենք կարող ենք մեր երեխային հաղորդել անսահման վստահություն, որ հավատում ենք նրա ուժերին եւ վստահ ենք, որ նա կկարողանա հաղթահարել իր դեմ ծառացած յուրաքանչյուր խնդիր։ Եվ այս համոզմունքը երեխային կուղեկցի ոչ միայն դպրոցում, այլև իր ողջ կյանքի ընթացքում։
հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ ես շտապ եմ ձեզ ներկայացնել մեր մյուս թեման, որի շուրջ մենք հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Հազար Վահան կրթամշակութային բարեգործական հիմնադրամը ոչ միայն կրթություն է հասցնում համայնքներին, այլ վերադարձնում է, կենթանացնում է մշակույթը, որը սերունդներին կապում է իրենց արմատներին։ 6000 երեխա եւ ազգային երգի, պարի, խաղերի, տոնական ծեսերի նորովի բացահայտում եւ հայ ժողովրդական մշակույթը գրող ավելի քան տասնյակ մասնագետների ներգրավված համայնքներ, որը վերակենդանացնում է ավանդույթները եւ ամենակարևորը աճող սերունդ է մեզ տալիս, որն իրենց փորձում է ճանաչել, հիշել եւ վերակառուցել իր մշակութային ու ազգային ինքնությունը։ Այս ամենը Հազար Վահանի մեծ հեռանկարի միայն առաջին փուլն է։ Հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը, իսկ առաջիկա կարևոր ծրագրերի մասին մենք կզրուցենք մեր հյուրերի հետ։ Ես իրով ներկայացնեմ մեր հյուրերին եւ այսպես տաղավարում են գործարար, հասարակական գործիչ, Հազար Վահան բարեգործականի հիմնադրամի համահիմնադիր, հոգեբարձուների խորհրդի նախագահ Իգոր Զարգարյանը։ Բարի առավոտ, բարի առավոտ։ Հոգեբան, արտ-թերապևտ, Հազար Վահան բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, գլխավոր տնօրեն Սրփուհի Մովսիսյանը։ Բարի լույս, Տիկին Մովսիսյան։ Եվ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի մշակութային մարդաբանության բաժնի բարերի հետազոտող ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, բարի փորձագետ Նարինե Շամամյանը։ Բարի առավոտ։ Մենք ամեն ինչ ճիշտ ասացինք։ Այո, հրաշալի է եւ նաեւ այդպիսի հրաշալի թեմայի շուրջ փորձում ենք զրույց ծավալել։ Հետաքրքիր է, պարոն Զարգարյան, դուք նկատել եք եւ տեսել եք տարբեր բացթողումներ հատկապես սահմանային համայնքներում, կրթամշակութայինի տեսքով եւ կարծում եմ, որ նաեւ սրա հիման վրա ստեղծվեց Հազար Վահանի գաղափարը։ Եթե մի փոքր էքսկուրս անենք, պատմենք գաղափարի մասին, ինչպես այն առաջացավ։ շատ լավ։ Նախ շնորհակալություն հնարավորության համար ձեր հետ հանդիպելու։ Մեր առաջի հանդիպումը 1 տարի առաջ էր։ Անցած տարի հանդիպում։ Եվ նոյեմբերին։ Արդեն դարավ ավանդույթ։ Հիշում ամիսը, բայց հանդիպումը հիշացնում էր պատմությունը, դա եղել է շատ սպոնտան, ոչ պլանավորած, հանդիպումը Տիկին Սրփուհի Մովսիսյանի հետ էր։ Ինքը աշխատում էր սահմանամերձ գյուղերում կանանց հետ, եւ այդտեղ իմ մոտ հարց առաջացավ, իսկ երեխաների վիճակը ոնց է։ Սկսեց պատմել դրա մասին, հասկացանք, որ աշխատանքի տեղ կա շատ, ներառյալ Արցախի երեխաներին, որոնք գաղթվել են Հայաստան։ Այդտեղից եկավ գաղափարը, որը կամաց-կամաց սկսեց աճել եւ հիմնական նպատակը մենք դրել ենք, որ երեխաների պահել ասիմիլյացիայից հոգեբանական, պատմական, մշակութային եւ դա կարծես հաջողվում է քայլ առ քայլ, երբ որ մենք ձեր հետ հանդիպել ենք, դա 5000 հոգի էր ներգրավված, երեխաները 90-ի մոտ գյուղեր էր, ավարտեցինք անցած տարի 6000 երեխա, իսկ այսօրվա նոր մեր ծրագիրները, որը կապված է դասատուների հետ, արդեն մոտիկանում է 9000 երեխաներին, եւ մյուս տարվա վերջ համոզված ենք, որ կլինի 10000 երեխա, եւ դա ոչ թե վիրտուալ է, այլ մենք շփվում ենք իրանց հետ, այո։ Եվ իրոք շատ հրաշալի երեխաներ, դուք այդքան լավ ներկայացրեցիք ամեն ինչ մեր մասին, մեզ մասին, որ չգիտեմ թե ինչ ավելացնենք, բայց կաշխատենք ավելի մանրամասն։ Այնքան կուզեի ես էլ հանդիպեի երեխաների հետ։ Ցանկություն առաջացավ, իսկապես հրավիրում ենք։ Մեծ սիրով։ Մի անգամից դեկտեմբերի 7-ին։ Հրաշալի։ Մենք կֆիքսենք, կկապվենք ու Ճամբարակ։ Այո։ Հրաշալի։ Գեղարքունիքի մարզ։ Հրաշալի։ Այստեղ շատ հետաքրքիր է ձեր անվանումը Հազար Վահան, այն ինչքանով կապ ունի ձեր գործունեության հետ, բովանդակային առումով։ Շնորհակալություն հարցամա շատ լավն էր։ Մտածում ենք, թե անունը ինչ դնենք ու մենք հասկացանք, որ երեխաները անպաշտպան են եւ այն ժամանակ նպատակ դրեցինք, որ մենք դառնանք իրանց համար Վահան։ Այսինքն երեխաների սիրտես կամ փոքր սրտի կա, որը պետք է պաշտպանել ու տարբեր ձևի պաշտպանություն ենք մենք մտածել եւ այն ժամանակ մենք մտածում ենք, որ կգրավենք 1000 երեխա, ներգրաված կլինի ու դրեցինք 1000 Վահան։ Բնականաբար որ անվանափոխում չի լինելու, բայց գաղափարը սա էր։ Եվ արդեն մենք մեր մեջ ասում ենք իրանց վահանիկներ։ Երբ որ նոր ծրագիրներ է գալի, արդեն ասում ենք, այս մեր վահանիկներն է, ցանցի վրա ենք աշխատում։ Եվ մեկ եւս նոր ծրագիր ունենք, որի մասին դեռևս այդքան շատ չենք խոսացել, դա կոչվում է սահմանապար։
էլ է սահմանը հետ կապված, բայց մանրամասնությունները իմ գործընկերները կպատմեն։ Տիկին Մովսիսյան, խնդրեմ դուք պատմեք, որպես հոգեբան այս դեպքում, ինչպեսի փոփոխություններ եք նկատում երեխաների մեջ, այս դեպքում երբ որ կրթամշակույթին են բախվում երեխաները, երգ, պար, ազգային տարբեր նիստուկաց եւ անցուդարձ, ինչ փոփոխություններ եք դուք տեսել նախկինում եւ արդեն այժմ։ Շնորհակալություն նախհրավերի համար։ Մենք շատ մեծ փոփոխություններ նկատեցինք, երբ որ առաջին փուլը արդեն կատարեցինք 23 թվականից եւ գյուղ առ գյուղ մտնելով, երեխաների հետ զրուցելով, ընդհանրապես միջոցառումների ընթացքում նաեւ մանկավարժների հետ զրուցելով, տեսնում ենք, որ երեխաների մեջ ապագայի հանդեպ ինչ որ փոքրիկ լավատեսական զգացողություններ են առաջանում եւ մենք մեր արժեվ դրեցինք պարտավորություն, պատասխանատվություն, ել ավելի լավ բաներ մտածենք երեխաների համար, հատկապես սահմանամերձ, սահմանապահ գյուղերի երեխաների համար, որտեղ իրենք հեռու են Երևանից գտնվում եւ ավելի քիչ կենտրոններ, զբաղվածության տեղեր կա, որ երեխաները գնան եւ իդեպ երեխաներից շատ լսում ենք խնդրանք, առաջարկ, որ իրենց գյուղերում լինեն վայրեր, որտեղ իրենք կարող են դասաժամերից հետո հաճախել եւ զբաղվել հենց կոնկրետ մշակութային կյանքով։ Եվ մի բան նկատեցինք, մեր նոր գաղափարը ինչի ծնվեց, հայ ժողովրդական տոնածիսական դասընթացների սկիզբը դնելը, որ մանկավարժների հետ զրուցելով մենք հասկանում ենք, որ երբ որ իրենց առջև դնում են նպատակ, առաջադրանք նաև, որ պետք է ինչ ծեսի համար միջոցառում կազմակերպի եւ մանկապարտեզում եւ դպրոցում, իրենք չունեն բավարար գիտելիքներ եւ մեդիա դաշտը այնքան շատ տարբեր ինֆորմացիաներ կա, որոնք չեն համապատասխանում իրական գիտելիքներին եւ ազգագրական նյութերին եւ մենք որոշեցինք մեր թիմով անել նմանատիպ դասընթաց գյուղերում անցկացնելու համար, սահմանամերձ գյուղերում։ Եվ ես քիչ հետո կներկայացնեմ մեր թիմին։ Ինքը մասնագիտական նեղ ոլորտի մարդիկ են, որոնք քաջ տիրապետում են այդ գիտելիքներին եւ մենք շատ մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում այդ հարցին, որ հանկարծ տարբերակներ չլինեն, որ սա ճիշտ նյութ չի տրվում մանկավարժներին եւ սխալ դաշտերից է վերցրած։ Մեր գործընկերուհին կպատմի դրանց մասին ավելի մանրամասը։ Ես հիմա ուղղակի ասեմ, որ դասընթացները սկսվեցին Տավուշի մարզից, Բերդ համայնքից, որտեղ ներգրավվեցին 17 գյուղի մշակույթի տան պատասխանատուներ, գրադարանի աշխատակիցներ, մանկավարժներ, մանկապարտեզի դաստիարակներ։ Հետո մենք այն շարունակեցինք Սյունիքի մարզի Գորիս համայնքում, այնտեղ նույնպես եկան 16 մասնակիցներ եւ հիմա ճամբարակում ենք շարունակում շուտով 2 այցից արդեն կավարտենք, որտեղ մասնակցում են 46 մասնակիցներ տարբեր գյուղերից, մանկավարժներ, նաև ցանկություն հայտնեցին մեզ հետ միանալ երաժշտության մասի մասնագետները, որովհետև երգը երբ որ դասավանդվում է տվյալ ծեսին համապատասխանաբար, իրենց համար դա նորություն էր, որտեղ ամբողջը կոմիտասյան շարքից է գնում երկուսուցումը։ Հիմա ներկայացնեմ մեր Ինչի համար եւ դասատուների հետ ենք աշխատում, որտեղ մեր կարծիքով երեխաների հետ պետք է եւ ուղղակի աշխատել, եւ դասատուների միջոցով, եւ այդ ծրագիրները, որ ներկայացրեց Տիկին Սուրբային, նրանք միշտ մոնիտորինգի տակ են լինելու մեր կողմից, այսինքն մենք միշտ հետևելու ենք ու մասնակցելու ենք։ Սա ուղղակի ծրագիր չէ, անենք ու վերջացնենք ու դուրս գանք։ Հակառակը մենք հասկացանք, որ եթե ուզում ես հասնես արդյունքի, պետք է լայն մասշտաբով այդ ամեն ինչ անես, ներառյալ դասատուներին, իսկ մանրամասնությունները։ Ինչպիսի թիմ է ձեր կողքին, ովքեր են անձնակազմում։ Ես հիմա շատ արագ ներկայացնեմ մեր թիմին, մեզ հետ դե արդեն Նարինեի մասին հիմա կփոխանցենք վերջում խոսքը Նարինեին, Աննա Թովմասյանն է, Մարը Մուրադյանի պետական ազգագրական անսամբլի մեներկչուհին, որը սովորեցնում է երգերը, Ակունք պետական ազգագրական անսամբլի մեներկչուհին է, Աղասի Մելքոնյանը, որը Հովհաննես Թումանյանի տեխնիկային թատրոնի
դերասան, տեխնիկավար եւ Հայաստանի տեխնիկային արվեստի գործիչների միության նախագահ, ինքը տեխնիկագործության մասն է ապահովում, Գոհար Գոգոլյանը Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի տնօրենն է եւ Ծաղկաձոր համայնքի մի քանի գյուղերի մշակութային մասով կազմակերպիչ։ Մեզ հետ է նաեւ Սվետա Պողոսյանը, որը տարազագետ, Սարդարապատի թանգարանի փոխտնօրեն եւ նաեւ ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի պատմական գիտությունների թեկնածու։ Ես հիմա խոսքը փոխանցեմ Նարինե Շամամյանին, որպեսզի Նարինեն ասի մեր դասընթացների նպատակը եւ կարեւորության մասին։ Տիկին Շամամյան, պարոն Զարգարյան իր խոսքի մեջ նշեց հստակ կերպով, որ երեխաները պետք է պաշտպանված լինեն, մենք դա կարող ենք տարբեր ձևերով հասկանալ։ Ճիշտ ազգային երգ ու պար իմանալը, ինչքանով է եւ ինչից է երեխաներին պաշտպանում, ինչի է հենց 6-ից 16 կարծեմ, եթե ճիշտ եմ հիշում։ Այո, ինչի է հենց այդ տարիքային periodo։ Դիպուկ եւ թիրախային հարց տվեցիք, շնորհակալություն հարցի համար։ Նախ առաջինը նշեմ, որ Հազար Վահան բարեգործական հիմնադրամը հիանալի հարթակ է։ Նախ առաջինը ազգագրագետների համար, հենց ինքս լինելով ազգագրագետ եւ աշխատելով մշակութային մարդաբանության բաժնում, մենք բավականին երկար հետազոտություններ ենք իրականացրել Հայաստանի տարբեր մարզերում, հավաքագրել այն ինֆորմացիաները, որոնք հավաստի փաստերի վրա են հիմնված։ Իսկ այսօր մենք գիտենք մեդիա հարթակում ինչպիսի անգրագետ մոտեցումներ կան եւ այդ անգրագիտությունը ինչպիսի արագությամբ է տարածվում եւ այստեղ շատ կարեւոր է որ մենք կոնկրետ ես եւ իմ գործընկերը մշակութային մարդաբանության բաժնում աշխատող Սվետլանա Պողոսյանը, տարազագետ հիանալի մասնագետ, միասին մենք փորձում ենք այդ ամեն ինչը Հազար Վահան բարեգործական հիմնադրամի միջոցով փոխանցել երեխաներին։ Եվ ինչու երեխաներին, որովհետև նրանք են մեր ավանդույթների, երգերի, պարերի փոխանցողը, կրողը եւ շարունակությունը պահողը։ Այսինքն այստեղ մենք մանկավարժներին եւ ուսուցիչներին, մշակույթի գործիչներին փոխանցելով ահռելի ճշգրիտ ինֆորմացիան, փաստերի վրա հիմնված փաստարկված ինֆորմացիաները, մենք լիահույս ենք, որ այդ ինֆորմացիան կփոխանցեն երեխաներին եւ ճշգրիտ ձևով կձևավորվի ծեսերը, շարունակություն։ Այսինքն այսօր մենք տեսնում ենք, խաղող օրհնեքին իրականացնում են հարսանեկան ծես արարողություն, որը իհարկե սխալ է։ Կտեսնենք Երկար Հովհաննես խաղը, որը իրականացնում են Սուրբ Ծննդյանը, որը բացարձակ սխալ է։ Այսինքն կան ահավոր թյուրիմացություններ, խեղաթյուրումներ, որոնք իրականացում են տարբեր կազմակերպություններ սևդո ազգագրության ներքո, թվում է թե դա ազգագրությանը մոտ է, բայց բավականին հեռացած է, ինչու, որովհետև նրանք փորձում են ինքնուրույն ձևավորել եւ մեդիա հարթակով հավաքել իրենց կոնտենտը, այստեղ արդեն ազգագրագետների գործը մղվում է դեպի հետին պլան, այդ ազգագրագետները լինեն հետ ձեռնամուխ, անպայման, որպեսզի Հենքում եթե կան ազգագրագետները, ուրեմն գործի հաջողությունը արդեն ապահովված է, ինչի համար ես շնորհակալ եմ Հազար Վահան բարեգործական հիմնադրամին, որ ուշադրության կենտրոնում կիզակետում պահեցին հենց մասնագետներին եւ որոշեցին պրոֆեսիոնալ մասնագետների հետ աշխատել եւ գործի հաջողությունը սկսում է այնտեղից, որտեղ որ յուրաքանչյուրը իր գործի մասնագետն է իհարկե։ Մենք ենք ձեզ շնորհակալ այսպեսի ահռելի աշխատանք կատարելու համար ու մեզ շնորհակալ ենք ու շարունակենք։ Այսպիսի հրաշք սերունդ կրթել այսպիսի մշակութային ոգով, դա իրականում ահռելի աշխատանք։ Հազար Վահանը ոչ միայն պարզապես կրթամշակութային ծրագիր է, այն միանշանակ Հայաստանի սահմանների ներսում, բայց նաև սահմաններից դուրս մշակութային պահպանման մի մեծ շարժում է եւ յուրաքանչյուր երեխա այս թուրու Վահանի թրի տակով անցնելիս միանշանակ դառնում է Վահանը, պահպանելով ազգայինը, ինքնությունը եւ դառնում է պաշտպանը պատմության եւ ապագայի։ Շնորհակալ եմ։ Շատ կարևոր գործունեության համար, սիրելի հյուրեր, վստահ ենք, որ կհանդիպենք մեր տաղավարում եւս մեկ անգամ, շատ հետաքրքիր։ Սիրով։ Մենք ձեզ սպասում ենք դեկտեմբերի 7-ին։ Անպայման։ Դե այս պահին սիրելի հեռուստադիտողներ, գովազդ, ընդմիջենք վերադառնանք։
հեռուստադիտողներ, այսօր շատ հագեցած եւ հետաքրքիր եթեր ունեցանք եւ կարծում եմ յուրաքանչյուր մարդու կյանքում ամենակարևոր զգացողություններից մեկը դա ապահովության զգացողությունն է եւ մենք սիրով ձեզ ներկայացնենք մեր նոր գործընկերոջ։ Այսօր երբ յուրաքանչյուր տուն, բիզնես ու տարածք պահանջում է հուսալի պաշտպանություն, մեկ անուն առանձնանում է վստահության ու պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Նորապատ Group Universal անվտանգության ընկերությունը ժամանակակից տեխնոլոգիաներով եւ շուրջօրյա հսկողությամբ ապահովում է այն, ինչ ամենաթանկն է ձեզ համար։ Ընկերությունն առաջարկում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է անվտանգության, պաշտպանության համար, անձնական թիկնապահներից մինչև հուսալի պահակային ծառայություն, մշտական տեսահսկում, օպերատիվ արձագանք։ Նորապատ Group Universal անվտանգության ընկերության թիմը ոչ միայն պաշտպանում է տարածքը, այլ նաև ստեղծում է անվտանգության իրական միջավայր, որտեղ կարող եք հանգիստ ապրել ու աշխատել։ Արդյունքը խաղաղություն, վստահություն եւ ապահովության զգացողություն ամեն օր։ Ձեր անվտանգությունը վստահեք Նորապատ Group-ին։ Հեռախոսահամարը 099 27 50 07։ Իսկ Նորապատ Group Universal անվտանգության ընկերությունն անհրաժեշտ են հմուտ, պատասխանատու եւ որակավորված աշխատակիցներ։ Եթե ունեք արագ արձագանքման կարողություն եւ ցանկանում եք աշխատել կայուն եւ վստահելի թիմում, ապա զանգահարեք 099 27 50 07 հեռախոսահամարին։ Սիրելի հեռուստադիտողներ, հետևեք մեր սոցիալական կայքերին, Instagram-յան եւ Facebook-յան հարթակում, այնտեղ կտեսնեք, թե ինչպիսի հրաշալի տեսք եւ նաեւ այս պահին ձեր էկրաններին է մեր վերջնական տեսքը այսօրվա նախաճաշի։ Հետևեք այնտեղ զետեղված մեղադրատոմսին, կարող եք պատրաստել, իսկ մենք այս պահին ձեզ մաղթում ենք լավ շարունակություն, օրվա արդյունավետ ընթացք եւ խոստանում ենք, որ կհանդիպենք յուրաքանչյուր աշխատանքային օր։ Եվ ցանկանում ենք, որ դուք ձեր յուրաքանչյուր աշխատանքային օրը սկսեք մեզ հետ։ Հաջողություն, լավ եղեք։